Բարև ձեզ հետ Բադամյան Գոռն է, ուրախ եմ ձեզ ողջունել Մատիչյան Consulting ընկերության YouTube-յան ալիքում եւ այսօր կցանկանանք ձեզ ներկայացնել մեր կողմից ստեղծված պրոդուկտներից մեկին, որը հնարավորություն է տալիս անմիջապես ՀԾ համակարգերից Excel միջավայրում գեներացնելու ABC եւ XYZ վերլուծական հաշվետվությունը։ Տվյալ օրինակում ABC վերլուծական հաշվետվության միջոցով մենք ապրանքատեսականին բաժանում ենք դասերի, որտեղ համապատասխանաբար A դասին պատկանող ապրանքները դա այն ապրանքներն են, որոնք ապահովում են վաճառքների 80%-ը, B-ն այն ապրանքներն են, որոնք ապահովում են վաճառքների 15%-ը, իսկ C-ն այն ապրանքները, որոնք ապահովում են վաճառքների 5%-ը։ Իսկ XYZ վերլուծական հաշվետվության միջոցով մենք ճշտում ենք տվյալ ապրանքատեսականում կայունության աստիճանը։ Տվյալ վերլուծական հաշվետվություններին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք անցնել մեր YouTube-յան հոլովակի ներքևում տեղադրված հասցեով, իսկ հիմա մենք ցույց տանք, թե ինչպես է աշխատում հետևյալ ծրագիրը։ Անհրաժեշտ է ուղղակի մուտք գործել մեր կողմից տրամադրվող հետևյալ ֆայլը, նշել այն ժամանակահատվածը, որի համար ցանկանում ենք իրականացնել վերլուծությունը, նշել այն պահեստը, որտեղ պետք է իրականացվի տվյալ վերլուծությունը, ենթադրենք ցանկանում ենք իրականացնել բոլոր պահեստների համար։ Նշում ենք XYZ վերլուծական հաշվետվության ժամանակային ինտերվալը, ենթադրենք շաբաթներ, եւ նշում ենք այն կրիտերիաները, ըստ որի ցանկանում ենք իրականացնել հաշվետվությունը։ Տվյալ օրինակում ես վերցրել եմ ABC-ն ըստ շահութաբերության եւ ըստ հաճախորդների քանակի, իսկ կայունության աստիճանը ուզում եմ տեսնեմ ըստ վաճառքի քանակների։ Եթե ցանկանում ենք տեսնել նաև տվյալ ապրանքատեսականի օրինակ շահութաբերության արժեքները, ուղղակի անհրաժեշտ է number դաշտում նշել 1 թիվը։ Այստեղ ես նշել եմ թե շահութաբերության, թե հաճախորդների քանակի համար։ Ենթադրենք հաճախորդների քանակի համար անհրաժեշտ չէ։ Ջնջում եմ 1-ը եւ սեղմում եմ համապատասխան կոճակը։ Արդյունքում ստացանք ABC եւ XYZ վերլուծական հաշվետվությունը ըստ հետևյալ կրիտերիաների՝ շահութաբերություն, հաճախորդների քանակ եւ կայունությունը ըստ վաճառքների քանակի։ Կարող եմ այստեղ սորտավորել ըստ շահութաբերության, տեսնելով լավագույն վաճառվող ապրանքը եւ կարող եմ նաեւ սորտավորել ըստ այս 3 կրիտերիաները միասին վերցված A-ից to Z, արդյունքում տեսնելով իմ լավագույն վաճառվող ապրանքները։ Եթե օրինակ մի փոքր ներքև իջնեմ, կտեսնեմ, որ այստեղ կա ապրանք, որը բավականին մեծ շահութաբերություն է ապահովում, սակայն ըստ հաճախորդների քանակի բավականին ցածր է եւ ըստ կայունության նույնպես։ Իսկ ներքևում կտեսնեմ իմ վատագույն ապրանքները։ Այսինքն տվյալ վերլուծական հաշվետվությունը հնարավորություն է տալիս ավելի ճիշտ ընտրելու սեփական կազմակերպության ապրանքատեսականին։ Կարող եք հետևել մեզ Facebook-յան էջում, ինչպես նաև YouTube-յան ալիքում, որտեղ մենք պարբերաբար պատրաստվում ենք ներկայացնել մեր կողմից ստեղծվող պրոդուկտներին։ Շնորհակալություն, հաջողություն։